Ինչ հետևանք պետք է ունենա ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանը լկտի պահվածք ազգային ժողովում, երբ նա սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց։ Այս մասին կփորձենք պարզել քաղաքացիներից։ Ինչպես եք վերաբերվում Լևոն Քոչարյանի հայհոյանքին ազգային ժողովում։ Շատ վատ։ Դրան ինչ պետք է հետևի ձեր կարծիքով, պատասխանատվությունը ինչպիսին պետք է լինի։ Ես չգիտեմ այդքան ես այդ բաները չեմ հետևում, ստեղ չեմ ապրում, բայց ամեն դեպքում շատ ահաճ էր, արդեն դարել է այս շուկայի նման այդ ազգային ժողովը։ Պետք է մանդատը դնի Լևոն Քոչարյանը։ Ինչ անի։ Մանդատը դնի հրաժարվի։ Իհարկե պետք է, դա պահվածք չի։ Օրինակ իշխանությունը ասում է ապօրինի գույքի վերադարձն է պատճառը։ Դրա համար են դիմում։ Դա էլ է, իհարկե։ Ինձ համախից հիմնականում դա է պատճառը, որ իրանց այդպես բողոքվում են։ Ամեն ինչ պայքարում է, որ դա չլինի։ Դրանց մասին ինձ հարց մի տվեք, էլի խայտարակում են պրոստը մեզ մեր կյանքը, ցավը։ Տեսնեք ազգային ժողովում, որ Լևոն Քոչարյանը հայոյում է բարձրաձայն։ Բարսից ներողություն, տեսել եք Լևոն Քոչարյանի հայոյանք ազգային ժողովում, ինչպես եք վերաբերվում։ Ճիշտ ասած չեմ տեսել, բայց շատ սպասելի է ամեն ինչ։ Այն մարդը, երբ որ այդքան մարդասպանություններ արեց, հայհոյանքն ինչա որ։ Ինչ պետք է հետևի այդ հայհոյանքին, ինչ պատասխանատվություն է։ Պատասխանատվությունն է, որ ինքը պետք է ընդհանրապես նստի, որը որ չգիտեմ ինչի չի նստում։ Այդքան բան։ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ ազգային ժողովում կրքերը լարվում են։ Իշխանությունները ասում են, որ պատճառը ապօրինի գույքի վերադարձի օրենքն է ու գործընթացը։ Գիտեք, ես չգիտեմ ինչն է, բայց մենակ են գիտեմ, որ իրանք չեն ուզում ոչ մի հարցում համաձայնվեն, ես իմիջվա իշխանությունների պատասխաններին, հարցերին։ Պարզապես չեն ուզում համաձայնվեն, առավել եւս չեն գալիս ու ստանում են իրանց աշխատավարձը, որը որ նորմալ չի։ Ոչ մի հարցում համաձայն չեն, ոնց կարա տենց լինի։ Ինչով են տարբերվում Թուրքից։ Մարդասպանությունները արեցին ու ոչ մի բանի էլ չեն համաձայնվում։ Ինչով են տարբերվում։ Մենք մեզանից ինչ ենք ուզում։ Քոչարյանը գալեք դանի մանդատը, եթե այդքան ուզում իշխանություն փոխի, ի՞նչ չի անում։ Սխալ եմ ասում։ Թողեն արդագա։ Ես պատասխան չեմ կարող։ Ներողություն, հետևել եք ազգային ժողովի միջադեպերին հայհոյանքներին։ Ցավոտանամ ես ցենց բաներից ոչ է, այսինքն ոչ թե չեմ հետաքրքրվում, ինձ հաճելի չէ ցենց բաներ նայելը։ Իսկ տեսել եք, որ Լևոն Քոչարյանը սեռական բնույթի հայհոյանք են չեսնում։ Ճիշտ ասած, ոչ մի բան չեմ լսել, ուղղակի ասենք մի մոմենտ նայել եմ, ինչա կատարվում, ու դաժե պետք է այլ մի հատ տեղի գրել եմ, հետո կասեք քրիստոնյա ենք։ Դուք իրանք այդտեղ ոչ մեկն է քրիստոնյա չեն, ապեր։ Ես կարամ իրանց ապացուցեմ, որ իրանք քրիստոնյա չեն։ Շատ վատ են անում, խուլիգան։ Ձեր կարծիքով դա հետևանք ունենալու է։ Այո, պետք է ունենա, եթե ճիշտ լինի, օրենքը լինի, պետք է ունենա, նա պետք է ոչ թե դաժե պատդամավոր չպետք է լիներ։ Այսինքն պետք է մանդատից հրաժարվի։ Այո, նա ինչ իրավունք ունի, խուժանությունը ինչա փողոցային կռիվ է ազգային ժողովում։ Ձեր կարծիքով ինչու է ընդդիմությունը կրքերը լարում։ Իշխանություններից նշում են, որ ապօրին իր ունեցվածքը նորից կորցնեն, հազիվ են ձեռք բերել թալանելով։ Հիմա ուր կորցնեն։ Դրա համար էլ այտենց է, այո, պետք է նա հրաժարվի ու առհասարակ պետք է դատվի։ Հետևել եք ազգային ժողովի վերջին միջադեպին, երբ Լևոն Քոչարյանը հայհոյանք հնչեցրեց, ինչպես եք վերաբերվում։ Չէ, ես ոսում։ Ես չեմ լսել։ Ես տելևիզոր չեմ նայում։ Քանի որ ես դա չեմ տեսել, այդ իրավիճակը, այդ էմոցիոնալ վիճակը, տեսանյութը չեմ տեսել, զերծ կմնամ ինչ-որ դատապարտությունից կամ գնահատական տալուց։ Ինչու է ձեր կարծիքով կրքերը լարվում ազգային ժողովում։ Իշխանությունը ասում է պատճառը ապօրինի գույքի վերադարձն է։ Ես մի անգամ մի հատ ռուս քաղաքական գործիչի խոսք լսեցի, ասում է հայերը այնքան խելացի ազգ են, ասում է այնտեղ բոլորը ասում է առաջնորդներ են, գեներալներ են, էս են։ Ինձ թվում է երևի մենք այնքան խելացի ենք, որ sense մի քիչ էմոցիոնալին ենք տրվում եւ զիջողական sense չենք լինում, էլի։ Ինձ թվում է դա է պատճառներից մեկը, իմ կարծիքով, միգուցե կարող է ես սխալվեմ։ Շնորհակալ եմ շատ։ Քոչարյանի հայհոյանքից հետո շատ է պնդում են, որ ինքը պետք է Վիլեն Կապլյանին պես մանդատը տնի։ Դուք համաձայն եք այդ մտքին։ Հա, ինչի՞ չէ որ համաձայն եմ։ Այսինքն դա պետք է գնահատական ստանա ու մանդատազրկման տեսքով։ Հա, բայց եթե տենց բաները հայհոյանքներով ամեն ինչով որ խոսում են, անհարմար չի։ Կանայք են, չէ՞, դե նստած բոլորը։ Տղամարդիկ ասենք լինեն ուրիշ բան, բայց որ կանայք են նստած, անհարմար է դա։ Սիրուն չի։ Ձեր կարծիքով ինչու է կրքերը լարվում ազգային ժողովում։ Իշխանությունները ասում են պատճառը ապօրինի գույքի վերադարձն է։
Դե իսկ բան չեմ կարող ասեմ, ճիշտ ասած դրանից տեղեկություն չունեմ, չեմ կարող ոչինչ բան ասեմ։ Ուղղակի որ ինքը որ վատ մարդ է, էդի վատ մարդ է։ Նրանց ընդհանրապես պետք է հեռացնեն երկրից։ Ուրիշ ոչինչ Քոչարյաններին, որտեղ ամեն ինչ սկսվեց նրանցից։ Չգիտեմ, քաղաքականությունը շատ վատ բան է, տղա ջան, բայց ամենայն դեպս մեր երկիրը լավ երկիր է, թող չփչացնեն էլի։ Սա Աստծո երկիրն է, դուք էլ առողջ լինեք, կամ փորձանքբալես։ Հաջողություն ձեզ։ Լևոն Քոչյանը ազգային ժողովում հայոյանք են ճեսում։ Ձեր կարծիքով ինչ հետևանք պետք է տա ունենա։ Ոյ, չգիտեմ։ Գիտեք, չեմ նայել դրա համար կարծիք չունեմ։ Օրինակ մանդատը դնում պետք է տնի падգամավոր, եթե ազգային ժողովում բարձրացեն սեռական բնույթի հայոյանք են ճեսնում։ Դե իհարկե բոլոր դեպքերում պետություն են ներկայացնում, падգամավոր են, չգիտեմ, շատ էդիկ շատ բացասական է, թող դնեն, եթե չեն կա Հայաստան խմբակցությունները իրենց ղեկավարը Քոչյանը չեն քննարկելու այդ թեման ընդհանրապես։ Դե ճիշտ ասած Ոչինչ կրկել ավելա, ինքն փոխվելա, կրվելա։ Ես գտնում եմ, որ պետք է ամեն ինչ իր մակարդակով մնա, ամեն ինչը։ Գիտակից մասաներ են բանում, պետք է իմանան ինչ են խոսում եւ պատասխանատվություն ստանան իրենց ամեն խոսալու համար։ Բարև ձեզ, տեսել եք ազգային ժողովում Լևոն Քոչյանի հայոյանքը։ Չեմ խոսում։ Միջադեպին հետևել եք, երբ Լևոն Քոչյանը հայոյանք են ճեսնում։ Նա տեսել եմ, հա։ Ձեր կարծիքով դրան ինչ պատասխանատվություն պետք է հետևի։ Չի կարելի։ Պետք է մանդատը տնի, թե չէ։ Իհարկե։ Տեղը չի իրեն։ Դեռ կիստ մարդիկ են պետք։ Ձեր կարծիքով ինչու է իշխանության եւ ընդդիմության միջև այդ կրքերը լարված միջադեպեր տեղի ունենում։ Իշխանությունը ասում է պատճառը ապօրինի գույքի վերադարձն է։ Ձեզ պարզ չի դա։ Դա բոլորին է պարզ։ Որն է պատճառը։ Պատճառն է, որ չեն ուզում կորցնել երկար տարիներ հապշտագազները, հարստությունը, հասկանում եք, չեն ուզում, դրա համար գնում են ամեն կեղծ քայլի, որպեսզի պաշտպանեն իրենց ունեցվածը, չի ստացվում, ժողովուրդը չի ընդունում դա։ Որ լսել ենք ինչ։ Ձեր կարծիքով ինչ հետևանք պետք է տա ունենա, պետք է մանդատը տնի։ Այո, պետք է դնի, չի կարելի, դա փողոց չի։ Ազգային ժողովը, որ այդ հարցերը ամբողջ մի հայ ժողովրդի հարց իրանք են լուծում։ Ինչ պետք է սովորես փողոցի ժողովրդի իրանցից տղա։ Հիմա բայց Ցեյանոյանն առավոտ ասաց, որ իրենք չեն քննելու նրա վարկը Լևոն Քոչյանը։ Չեմ իմանում արդեն ինչ են ասում։ Ասում է հիմա կրքերը բորբոքվել են, տղայի հայոյել է։ Չգիտեմ այդ արդեն դե հետա փոխադարձ միշտ էլ այդ այս առաջի դեպքը չի կարելի։ Ինչ է սովորում այս ժողովուրդը, այդ սովորեն էլի մի ամբողջ ազգի հարց իրանք են լուծում, ճիշտ է։ Օրենքներ են ընդունում, ինչ սովորեն, ինչ օրենք են ընդունում, հավաքվում են այդտեղ իրար հայոյեն։ Էդ Անքաղաքավարի էր, շատ սխալ վերաբերմունք։ Իսկ հետևանք պետք է ունենա դա։ Օրինակ մանդատից պետք է հրաժարվի։ Անպայման։ Այդպիսիներին պետք է հեռացնել։ Իսկ ձեր կարծիքով ինչու են կրքերը լարվում ԱԺ-ում։ Պատճառը ապօրինի գույքի վերադարձն է, ինչպես նշում են իշխանությունները։ Չեմ կարող ասել, բայց սխալ է իրար վիրավորելը, անպատվելը, սխալ պահելա ձևը, չգիտեմ, չեմ կարողանում ասել։ Այսօր Սեյրան Օհանյանը, խմբակցության ղեկավարը Հայաստան Դաշինքի, ասաց, որ Լևոն Քոչյանի վարկը չեն քննելու, հետևանք չի ունենալու ըստ էության։ Դա տենց է, շատ սխալ է։ Սխալը պետք է կամ ճշտվի կամ չգիտեմ։ Ես կուզեի, որ ամեն ինչ լավ լիներ, խաղաղ լիներ, իրար հասկանային, բարի լինեին, ոչ թե չարանայի մեկը մյուսի հանդեպ, այդքան բան կասեին տղաս։ Բարև ձեզ, ներողություն, ձեր կարծիքով ազգային ժողովի падգամավոր Լևոն Քոչյանի հայոյանքից հետո ինչ պետք է դրան հետևի։ Պետք է մանդատը տնի օրինակ։ Անպայման։ Դե միանշանակ, ասենք էդի որտեղ է տենց բան գրած, որ ով որտեղ ուզենա հայոյի։ Ինչ պետք է անի, օրինակ մանդատից հրաժարվի։ Միանշանակ պետք է հրաժարվի, բոլորը պետք է հրաժարվեն։ Իսկ եթե Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ հետևանք չի ունենալու, չեն քննելու պարոն Քոչյանի վարկը, ինչ եք կարծում։ Դե բնականաբար մեկը բերան թքած են, էդի տենց է։ Ոստեղ ժողովուրդն է դժվում։ Ինչ հետևանք պետք է տա ունենա ձեր կարծիքով։ Հետևանքները մենք տեսնում ենք, լավ չի, բոլոր դեպքերում լավ չի, որ պարլամենտում այդ ձևի վիճակ է, ժողովուրդը նայում է, այդ կարելի է, բա։ Ձեր կարծիքով ինչու են կրքերը այդքան լարվել։ Իշխանությունը նշում է, որ պատճառը ապօրինի գույքի վերադարձն է։ Աթոռակը։
Ներողություն, հետևել եք ազգային ժողովի միջադեպերին, օրինակ Լևոն Քոչյանի հայոյանքը տեսել եք։ Չէ, չեմ նայել։ Իսկ ինչ պետք է հետևի, երբ падգամավորը հայոյանք է հնչեցնում ազգային ժողովում ձեր կարծիքով։ Կարող է իրան հասցրել այդ վիճակը։ Իսկ ձեր կարծիքով Լևոն Քոչյանին հասցրել են այդ վիճակին։ Կամ ինչն է հասցրել։ Եթե մեղավոր են, թող բռնեն դատեն։ Եթե մեղավոր չեն, ամեն օր կատիլ ականջեն չկատացնեն։ Օրինակ իշխանական Վիլեն Կապրիլյանը հայոյանք հնչեցրել մանդատից հրաժարվեց Վիլեն Կապրիլյանը։ Ձեր կարծիքով պետք է դա քաղաքական հետևանք ունենա պատասխանատվություն ստանձնի Լևոն Քոչյանը ու մանդատից հրաժարվի օրինակ։ Վիլեն Կապրիլյանը ասենք իրան չեն հասցրել, որ հայոյանք տա։ Իրան ուղղակի դիմել են դու ինչ գործ ունես։ Իսկ նրան ամեն օր ասում են հանցագործ դավաճան մարդասպան, չգիտեմ ինչ։ Բայց համաձայն եք այդ գնահատականի հետ, որ հնչեցնում են պարոն Քոչյանի հասցեին։ Չէ, համաձայն չեմ։ Ներողություն, տեսել եք, որ Լևոն Քոչյանը ազգային ժողովում հայոյուն է։ Տեսել եմ։ Ինչ եք կարծում, ինչ պետք է հետևի դրան։ Դատավարություն։ Ինչի՞ չէ, տեսել եք, իրան շատ վատ էր պահում։ Շատ աշնորհք էր։ Ինչ հետևանք պետք է դա ունենա ձեր կարծիքով։ Պարզ չի, իշտի վռնդեն ընդեղից։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։